Ձեր երեխաները վտանգի մեջ են։ Դպրոցականների շրջանում պոպուլյար է դարձել շատ վտանգավոր խաղ։ Գուցե հենց հիմա ձեր երեխան է խաղում այս խաղը, իսկ դուք դրա մասին անգամ չգիտեք։ Красная дверь, желтая дверь, дверь любого цвета. Красная дверь, желтая дверь, дверь любого цвета. Երեխաներից մեկը պառկում է, փակում է աչքերը, բարձրացնում է ձեռքերը։ Մյուս երեխան սկսում է հանգիստ հարել նրա քունքերը եւ միատոն ձայնով կրկնել. կարմիր դուռ, դեղին դուռ, կամ ինչպես օրիգինալ տարբերակում red door, yellow door, any other color door։ Սա կրկնվում է մի քանի անգամ։ Պառկած երեխայի ձեռքերը իջնում են, սա նշանակում է, որ նա հայտնվել է տրանսի մեջ, հիպնոզի տակ է։ Հենց այդ ժամանակ սկսվում է խաղը։ Իսկ ամենավախենալուն այն է, որ TikTok-ում հիմա կան վիդեոներ, թե ինչպես այս խաղը խաղալուց հետո շատ երեխաներ իրական կյանքում սկսում են տեսնել ուրվականներ, լսել տարօրինակ ձայներ, ապրել սարսափելի վախի մեջ։ Իսկ կան երեխաներ, ովքեր ցավոք այդպես էլ չեն արթնանում այս խաղից։ Red door, yellow door, any other color door. Red door, yellow door, any other color door. Красная дверь, желтая дверь, дверь любого цвета. Если видите коридор, отпустите руки. Красная дверь. Что находится в этой комнате? Часы. Okay, we're done, you're good. Իսկ հիմա ամենակարևորը, ինչ կլինի ձեր երեխայի հետ, եթե նա խաղա այս խաղը, եւ ինչ կլինի նրա հետ, երբ փակի աչքերը եւ ընկնի տրանսի մեջ։ Ուղարկեք այս վիդեոն բոլոր ծնողներին, թող նայեն ու զգույշ լինեն։ Առաջ չտակ կարևոր ինֆո եմ ասում, որը գուցե ձեզ թվա ձեզ հետ կապ չունի, բայց իրականում ազդելու է յուրաքանչյուրի վրա, ով ապրում է Ամերիկայում։ Թրամփը նոր բան է մտածել, որոշել է ստեղծել բիթքոյնի եւ կրիպտո արժույթի ազգային ֆոնդ, ռեզերվ։ Ինչպես է սա ազդելու ինձ վրա, ձեզ վրա, ցանկացած մարդու վրա, ով ապրում է Ամերիկայում։ Ասում են, որ սրա արդյունքում կրիպտո արժույթը կդառնա շատ ավելի կիրառելի, շատ ավելի շատ բանկեր եւ ընկերություններ այն կընդունեն, որովհետեւ պետությունը արդեն ստեղծում է ազգային ֆոնդ, ռեզերվ այդ կրիպտոարժույթների համար։ Իդեպ Fastex US հարթակը հասանելի է արդեն Ամերիկայում։ Այս հարթակում կարող եք գնել, թրեյդ անել, վաճառել Bitcoin, Ethereum, FTN եւ այլ կրիպտոարժույթներ։ Իսկ նոր գրանցվողները կարող են ստանալ մինչև $60 համարժեք FTN։ Գրանցվելու համար քայլերը հետևյալն են. այցելել fastexus.com, սեղմել register, լրացնել email հասցեն եւ ստեղծել password։ Account-ի ակտիվանալուն պես ակտիվացնել է պետք անվտանգության այս ծրագիրը։ Սրա համար պետք է ներբեռնել այս application-ը։ Հենց app-ի մեջ ստեղծվում է verification code եւ արդեն Fastex-ի account-ում լրացվում է այդ կոդը եւ Fastex-ի կողմից email-ին ստացված կոդը։ Հաջորդ քայլերը Fastex-ի account-ում սեղմել deposit, կարելի է ընտրել deposit անել հենց կրիպտոյով կամ գնել կրիպտո քարտով։ Ընտրենք երկրորդ տարբերակը։ Պետք է հաստատել անձը։ Սեղմել verify now, հայտնվում են level 1, 2 եւ 3-ը։ Բոնուս ստանալու համար պարտադիր պետք է անցնել առաջին եւ երկրորդ level-ներով։ Սեղմել level 1-ը եւ լրացնել անհրաժեշտ ինֆորմացիան։ Հետո անցնել level 2-ին, լրացնել անհրաժեշտ ինֆորմացիան, այս կետում նաև անհրաժեշտ է լինում ներբեռնել որոշ փաստաթղթեր։ Հետո անցնել level 2-ին եւ լրացնել այստեղ պահանջվող ամբողջ ինֆորմացիան։ Հետ գնալ deposit, գնել կրիպտո քարտով, լրացնել ինչքանի կրիպտո արժույթ գնել եւ ինչ կրիպտո արժույթ, բոնուսը ստանալու համար պետք է գնել միանգամից ամենակիչը $50-ին համարժեք կրիպտո արժույթ, ընտրել վճարման համակարգը եւ անել պահանջվող քայլերը։ Այս ամենից հետո account-ում արդեն երևում է գնված կրիպտոն եւ գալիս է ծանուցում ստացված $40-ին համարժեք FTN-ի մասին։ Եվս $20-ին համարժեք FTN ստանալու համար գնալ promotion բաժին, սեղմել complete the quiz, անցնել quiz-ը եւ ստանալ մնացած $20-ին համարժեք FTN-ը։ Իսկ հիմա շարունակենք։ Կարմիր դուռ, դեղին դուռ, կարմիր դուռ, դեղին դուռ։ Երեխայի ձեռքերը իջնում են, նա արդեն տրանսի մեջ է, հիպնոզի տակ է։ Երեխան սկսում է տեսնել իր առաջ երևակայական երկու դուռ, կարմիր եւ դեղին։ Եվ հիմա նրա ընտրությունից է կախված՝ կարմիր դռնով, թե դեղին դռնով կմտնի խաղի մեջ։ Что вы видите перед собой?
Пройдите. Что вы видите? Девочку. Как она выглядит? Как вы относитесь к зеленой двери? Նեյտրալն Вы хотите в нее зайти? Դռնից ներս մտնելուց հետո սկսվում է ամենահետաքրքիրը։ Երեխան փակ աչքերով իր առջև սկսում է տեսնել տարբեր առարկաներ, տարբեր կերպարներ, տարբեր երևույթներ ու սենյակներ, ու այս ամենը ուղիղ կապ ունի երեխայի ենթագիտակցության հետ, այն թաքնված մտքերի, վախերի ու ցանկությունների, որոնք նա պահում է իր ենթագիտակցական մակարդակի վրա։ Что вы видите перед собой? Комнату. Вы видите силуэт человека? Нет. Вы видите часы? Нет. Выйдите. Տրանսի մեջ գտնվող երեխան հերթով պետք է նկարագրի, թե ինչ է իր առաջ տեսնում, դեպի ուր է առաջ շարժվում եւ ինչ ընտրություն է անում։ Իսկ խաղը կառավարող երկրորդ երեխան պետք է շատ ուշադիր լինի, որովհետեւ այս խաղը ունի մի մեծ վտանգ։ Խաղի մեջ կան սենյակներ եւ կերպարներ, ու եթե հիպնոզի տակ գտնվող երեխան հայտնվի տվյալ սենյակում կամ հանդիպի տվյալ կերպարին, ցավոք սրտի կա հավանականություն, որ նա այդ խաղից այդպես էլ չի արթնանա, որ նա հիպնոզից այդպես էլ հետ չի գա։ Եվ երկրորդ խաղը կառավարող երեխան պետք է ուշադիր լսի հիպնոզի մեջ գտնվող երեխայի նկարագրությունները ու հենց որ հասկանա, որ նա մտել է արգելված սենյակ կամ հանդիպել է չարաբաստիկ կերպարի, արագ արթնացնի երեխային հիպնոսից։ Выйдите из красной двери. Все, давай. Ցավոք, արդեն TikTok-ում կան վիդեոներ ու ցավոք արդեն իրական կյանքում պատմում են դեպքեր, երբ երեխաները այս խաղից այդպես էլ չեն կարողացել արթնանալ։ Իսկ երեխաները, ովքեր արթնացել են, հետագայում իրական կյանքում ունեցել են լուրջ հոգեբանական խնդիրներ։ Նրանք սկսել են տեսնել ուրվականներ իրական կյանքում։ Նրանց թվացել է, թե իրենց անվերջ հետապնդում են այն կերպարները, որոնց հիպնոզի մեջ գտնվելով նրանք տեսել են խաղի մեջ։ Նրանք սկսել են լսել տարօրինակ ձայներ եւ ապրել սարսափելի վախերի մեջ, որոնք ժամանակին թաքնված էին իրենց ենթագիտակցության մեջ, բայց խաղի միջոցով դուրս են եկել եւ հիմա հետապնդում են իրենց։ Okay, we're done, you're good. Որոնք են կարմիր դուռ դեղին դուռ խաղի իրական վտանգները, որոնք են արգելված սենյակները եւ չարաբաստիկ կերպարները, որոնք կարող են չար կատակ խաղալ ձեր երեխայի հետ։ Եթե խաղի ժամանակ երեխան մտնում է սենյակ լի ժամացույցներով, ապա նա շատ արագ պետք է լքի այդ սենյակը, որովհետև ժամացույցների սենյակը, ժամանակը կարող է նրան հավիտյան պահել այդ սենյակում եւ նա այդպես էլ չարթնանա հիպնոսից։ Եթե երեխան խաղի մեջ տեսնում է աստիճան, ապա նա պետք է պարտադիր բարձրանա աստիճանով, վտանգավոր է իջնել աստիճանով։ Եթե նա տեսնում է սև դուռ, ապա արգելված է մտնել սև դռնով սենյակը։ Խաղը կառավարող երեխան անմիջապես տրանսի մեջ գտնվող երեխային պետք է հետ բերի եւ հանի խաղից, որովհետեւ սև դուռը նշանակում է մուտք դեպի մահվան սենյակ։ Եվ ամենակարևորը, խաղի մեջ հաճախ երեխաների առաջ կանգնում է սև կոստյումով տղամարդու կերպարը, որի հետ ոչ մի դեպքում երեխան չպետք է կոնտակտի դուրս գա եւ ոչ մի դեպքում առնչություն չպետք է ունենա, որովհետեւ այդ ժամանակ ցանկացած գործողություն կարող է նրա համար լինել ճակատագրական ու ողբերգական։ Բայց ինչքանով կարող ես համոզված լինել, որ երեխան, ով խաղում է առաջին հայացքից անմեղ թվացող այս խաղը, իրականում կհասցնի ժամանակին դուրս գալ հիպնոսի միջից եւ իրականում նրա համար այս խաղը չարաբաստիկ ավարտ չի ունենա։ Что находится в этой комнате? Սարսափելի ու վախենալու պատմություն է, չէ՞։
Իսկ հիմա եկեք կտրվենք TikTok-ի այս սարսափելի եւ հայպային վիդեոներից ու մեծի պես adekvat ու ռացիոնալ փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս խաղը, որի մասին այսքան վախեցած բոլորը խոսում են, արդյոք այս խաղը իսկապես վտանգավոր է երեխաների համար եւ ինչ է պետք անել, որպեսզի երեխաները զգույշ լինեն ու հեռու մնան այս անիմաստ TikTok-ային թրենդերից։ Նախ եկեք հասկանանք մի պարզ բան, որ այս խաղը կարմիր դուռ, դեղին դուռ բոլորովին նոր երևույթ չէ։ Եթե դուք մի փոքր փորփրեք ինտերնետը, ապա կտեսնեք, որ մոտավորապես 10 տարի առաջ այս խաղը բավականին բուռն եւ ակտիվ տարածում գտավ եվրոպացի ու ամերիկացի դպրոցականների ու երիտասարդների շրջանում, եւ հենց այդ ժամանակ Եվրոպայի եւ Ամերիկայի ծնողներն էին աղմուկ բարձրացրել եւ խոսում այս վտանգավոր, չափազանց վտանգավոր խաղի մասին։ Անցավ ժամանակ, այս խաղի մասին բոլորը մոռացան։ Մի որոշ ժամանակ առաջ այս խաղը բավականին շատ տարածվեց ռուսալեզու TikTok-ում եւ ինչ եղավ, այն ինչ լինում է սովորաբար բոլոր թրենդերի հետ։ Հայալեզու TikTok-ի օգտատերերը, այդ թվում նաեւ հայալեզու դպրոցահասակները, տեսան, թե ինչ խաղեր են խաղում ռուսալեզու դպրոցականները, նայեցին, սովորեցին եւ որոշեցին դա կրկնել։ Հիմա եկեք հասկանանք ինչ է այս խաղը իրենից ներկայացնում։ Այո, այս խաղը իրականում հիպնոսի վրա հիմնված խաղ է։ Հիպնոսի ու ինքնաներշնչանքի։ Красная дверь, желтая дверь, дверь любого цвета. Ինչպես է այս մեխանիզմը աշխատում։ Հիպնոսի միջոցով մարդը ընկնում է այսպես ասած տրանսային վիճակի մեջ եւ հետո արդեն ինքնաներշնչանքի միջոցով սկսում է տեսնել որոշակի առարկաներ, կերպարներ, որոշակի երևույթներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն նրա ենթագիտակցության հետ։ Հիմա եկեք հասկանանք ամենակարևոր հարցի պատասխանը. ինչքանով է այս խաղը վտանգավոր երեխաների համար։ Հոգեբանների կարծիքով, համենայն դեպս նրանց մեծ մասի կարծիքով, առողջ հոգեբանություն եւ ստաբիլ մենթալ առողջական վիճակ ունեցող երեխայի համար այս խաղը բոլորովին վտանգավոր չէ։ Ինչու՞։ Պարզ բացատրություն կա։ Այո, խաղը հիմնված է հիպնոզի վրա եւ այո, խաղի արդյունքում երեխան կարող է ընկնել տրանսային վիճակի մեջ, բայց խնդիրն այն է, որ այս խաղի ժամանակ երեխային հիպնոսի փորձում է ենթարկել մեկ այլ երեխա, որը բոլորովին ոչ փորձ ունի, ոչ հմտություններ ունի, ոչ համապատասխան գիտելիքներ ունի։ Հետևաբար շատ քիչ է հավանական, որ առհասարակ ոչ մի գիտելիք եւ հմտություն չունեցող երեխա կկարողանա մեկ այլ երեխայի պարզապես միատոն ձայնով կարմիր դուռ, դեղին դուռ բառերը կրկնելով գցել հիպնոսային վիճակի մեջ։ Էլ չենք խոսում նրա մասին, որ եթե ուշադիր նայեք TikTok-ի վիդեոները, ապա կհասկանաք, որ դրանց գրեթե 80%-ը նկարահանված են երեխաների կողմից ուղղակի հայպի եւ դիտումներ հավաքելու համար, որովհետեւ երեխաների դեմքին ուշադիր նայելով կհասկանաք, որ նրանք համարյա ծիծաղում են, նրանք հազիվ են զսպում իրենց ծիծաղը, որպեսզի կարողանան դերասանական խաղ ցույց տալ եւ սարսափելի ու վախենալու վիդեոներ ստանալ, մի խոսքով նորմալ եւ առողջ ստաբիլ հոգեբանական վիճակում գտնվող մարդու եւ նաեւ երեխայի դեպքում այս խաղը որպես այդպիսին լուրջ ինչ-որ հոգեբանական ազդեցություն կամ լուրջ վտանգ չի ներկայացնում։ Բայց եկեք չմոռանանք, որ երեխաները գտնվում են բավականին զգայուն եւ բավականին փխրուն, այսպես ասած, տարիքում, եւ այս ժամանակահատվածում ոչ բոլոր երեխաներն են, որ ունեն ստաբիլ հոգեբանական վիճակ, եւ հենց այստեղ էլ առաջ են գալիս այս խաղի վտանգները, որովհետեւ ինչ է տեղի ունենում երեխայի հետ, ով չունի ստաբիլ հոգեբանական վիճակ, կամ էլ ով ունի շատ վառ երևակայություն, կամ էլ այն երեխան, ով որ շատ տպավորվող է։ Քանի որ նա գիտի խաղի կանոնները եւ գիտի, որ այդ հնչող բառերի արդյունքում ինքը ինչ որ տրանսային վիճակի մեջ պետք է հայտնվի, այդ երեխան սկսում է ինքնաներշնչանքով զբաղվել եւ
ինքնաներշնչանքի արդյունքում նրան թվում է, թե իսկապես ինչ-որ ենթագիտակցական, տրանսային, հիպնոզային վիճակի մեջ է գտնվում։ Եվ կամաց այդ ինքնաներշնչանքով նա մտնում է այս խաղի մեջ։ Սկսում է օրինակ ձևացնել մյուսներից հետ չմնալու համար, որ իսկապես տեսնում է այդ կարմիր դուռը եւ դեղին դուռը։ Սկսում է ընտրություն անել եւ ինչ է տեղի ունենում այս երեխայի հետ։ Հետո երբ նա արթնանում է այս խաղից, տպավորության տակ է մնում այն բոլոր վախերի, մտքերի, առարկաների, կերպարների, որոնք ենթադրյալ խաղի ժամանակ նա տեսել է։ Դրան գումարվում է այն, որ ըստ մասնագետների քունքերը գլխի վրա գտնվող ամենազգայուն եւ ամենակարևոր հատվածներից են։ Ու երբ որ մեկ այլ երեխա առանց համապատասխան գիտելիքի ուղակի անընդմեջ սկսում է հարել քունքը, եւ ընդ որում կան վիդեոներ, որտեղ երևում է, որ շատ երեխաներ դա բավական ինտենսիվ եւ բավական մեծ ուժով են անում, կա հավանականություն, որ երեխայի մոտ կարող է գլխապտույտ առաջանալ։ Հիմա պատկերացրեք, դուք տպավորվող տարիքում գտնվող դեռահաս եք, դպրոցական եք, երեխա եք, հանկարծ ձեզ մոտ սկսվում է գլխապտույտ, դրան գումարվում է այն, որ դուք բոլորից լսել եք, որ սա սարսափելի խաղ է, հենց որ աչքերդ փակում ես, լսում ես այդ արտահայտությունը, կարմիր դուռ, դեղին դուռ, հայտնվում ես հիպնոսի տակ, սկսում ես տեսնել վախենալու կերպարներ։ Ինչ է տեղի ունենում այդ բոլոր ինքնաներշնչանքի արդյունքում ձևավորված պատկերացումներին, գումարվում է մի հատ այն, որ քո մոտ գլխապտույտ է սկսվում, եւ այդ երեխան 100%-ով սկսում է հավատալ, որ ինքը իսկապես խաղի մեջ է։ Չմոռանանք նաև այն բանի մասին, որ երեխաներին որպես այդպիսին նախապես ծրագրավորում են, որովհետև օրինակ ասում են, հա, դու անպայման խաղի ժամանակ գուցե տեսնես սև դուռ, անպայման գուցե տեսնես սև կոստյումով տղամարդու, անպայման գուցե տեսնես ժամացույցներով լի սենյակ, զգույշ կլինես։ Երբ որ դու տպավորվող մարդուն, հատկապես տպավորվող երեխային ծրագրավորում ես նախապես, նա գուցե եւ ենթագիտակցորեն սկսի պատկերացնել, որ իր առաջ տեսնում է այն կոստյումով տղամարդու կերպարը, որից արդեն վախենում է։ Եթե երեխաներին նախապես չասվի, որ խաղի ժամանակ նրանք տեսնելու են սև կոստյումով կերպար, ոչ ոք այդ կերպարը չի էլ տեսնելու։ Հիմա ամենակարևոր հարցին եկեք պատասխանենք։ Արդյոք իսկապես երեխային կարող է ֆիզիկական վնաս հասցնել այս մեգա պոպուլյար դարձած խաղը։ Մասնագետները ասում են, որ ֆիզիկական վնասի մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Փոխարենը շատ հավանական է, որ երեխաները, ովքեր շատ տպավորվող են եւ դեռևս ձևավորված հոգեբանական վիճակ չունեն, իսկապես որոշակի հոգեբանական խնդիրներ ձեռք բերեն այս անմեղ խաղը ուղղակի փորձի համար անգամ խաղալու արդյունքում, որովհետև շատ հավանական է, որ այս խաղի ժամանակ երեխաները թույլ տան պատկերացնել իրենց առջև կանգնած իրենց վախերը, այն կերպարները, որոնցից իրենք վախենում են եւ որոնք ամուր փակել են իրենց ենթագիտակցության մեջ, ու հետո արթնանալով խաղից իրական կյանքում նրանք սկսեն պատկերացնել, որ նորից տեսնում են այդ կերպարները, նորից գործ ունեն այդ վախերի հետ։ Դա գիտեք մոտավորապես ինչին է նման, երբ մեծահասակները օրինակ գնում են բախտագուշակի մոտ։ Մեծահասակ կա, ինչպիսին օրինակ ես եմ, ով գնում է բախտագուշակի մոտ եւ կներեք, բայց սարկազմով է վերաբերվում այդ ամենին, որովհետև երբ որ բախտագուշակը ասում է, որ քո շրջապատում կա A տառով սկսվող անունով մեկը, ով քեզ նախանձում է, լրիվ տրամաբանական եւ ռացիոնալ դատողություն ունեցող մարդը հասկանում է, որ յուրաքանչյուրի շրջապատում կա A տառով սկսվող անունով մեկը, ով մեր կարծիքով մեզ նախանձում է։ Բայց տպավորվող մեծահասակը, ով ուզում է հավատալ այդ ամենին, դուրս է գալիս բախտագուշակի սենյակից եւ ուղղակի ամբողջ իր կյանքի ընթացքում սկսում է փնտրել իր շրջապատում այն A տառով սկսվող անունով մարդուն, ով իրեն նախանձում է եւ թունավորում է իր կյանքը։ Դա մոտավորապես նույն բանն է։ Բայց իրականում այս պատմության մեջ կա մի շատ ավելի վտանգավոր բան, ինչի հեղինակները ովքեր են, ցավոք սրտի մեծահասակներն են, ովքեր փորձում են հայպ անել եւ ովքեր փորձում են դիտումներ հավաքել այս ամենի հաշվին, նույն
TikTok-ում։ Հիմա շատ եմ տեսնում վիդեոներ, որտեղ մեծահասակ մարդիկ, խելքը գլխին, ձևավորված, նորմալ մեծահասակ մարդիկ իսկապես լուրջ վիդեոներ են անում այն բանի մասին, թե ինչքան սարսափելի է այս խաղը, թե ինչպես մեկ երեխան մյուս երեխային ուղղակի անմեղ միատոն ձայնով այդ արտահայտությունը անելով իսկապես կարող է այնպիսի հիպնոզի մեջ գցել, որ մյուս երեխան ուղղակի չարթնանա։ Եվ հասկանում եք ինչ է կատարվում այս ամենի արդյունքում։ Մեծահասակը անում է ուղղակի հայպային վիդեո, ուղղակի դիտում հավաքելու համար վիդեո։ Այս վիդեոն տեսնում են դեռահասները, դպրոցականները, եւ ինչ է տեղի ունենում այդ տարիքում, ինչքան սարսափելի բան, ինչքան միստիկ բան, ինչքան վտանգավոր բան, այնքան ավելի լավ է։ Եկեք փորձենք։ Ու երեխաները սկսում են դա փորձել, այն երեխաները, ովքեր մտնում են դրա ազդեցության տակ եւ ստանում են բոլոր բացասական հետևանքները, այն երեխաները, ովքեր չեն մտնում ազդեցության տակ, իրենք էլ միանում են այդ նույն մեծերին ու սկսում են հայփ բռնել, ավելի պոպուլյար դարձնել այս անիմաստ ու հիմար խաղը։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում ինձ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։ Արդյոք այս խաղը իսկապես ակտիվ տարածված է Հայաստանում դպրոցականների շրջանում։ Արդյոք դուք տեսել եք, որ ձեր երեխաները նայեն, ուսումնասիրեն կամ խաղան այս խաղը, եւ ինչ եք դուք մտածում, իսկապես այս խաղը վտանգավոր է երեխաների համար, ու իսկապես պետք է TikTok-ը եւ նման բոլոր հարթակները ուղղակի արգելել երեխաների համար, թե կարծում եք, որ սա ուղղակի չափազանցություն է, պետք է դրան թեթև վերաբերվել եւ կարճ ժամանակ հետո այս ամենի մասին բոլորը կմոռանան։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, խնդրում եմ լինեք ակտիվ եւ խնդրում եմ տարածեք այս վիդեոն, որովհետեւ հիմա բոլոր ծնողները պետք է տեղեկացված լինեն, որ գոյություն ունի այս խաղը, պետք է տեղեկացված լինեն, թե ինչ է այս խաղը իրենից ներկայացնում եւ ինչքան շատ մենք տարածենք այս ինֆորմացիան, այնքան ավելի շատ դպրոցականներ, դեռահասներ կիմանան, կհասկանան, որ սա ուղղակի անիմաստ ժամանակի վատնում է։ Եվ խնդրում եմ ձեզ իհարկե լայքել այս վիդեոն, բաժանորդագրվել իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, որովհետև ես անհամբեր սպասում եմ, որ մենք հասնենք 150,000 բաժանորդի, եւ իհարկե սկանավորեք այս QR կոդը, միացեք իմ Patreon-ին եւ ամսական փոքրիկ գումարով դարձեք իմ Patreon-ը, աջակցեք ինձ եւ YouTube-ի իմ ալիքին։